Առաջին խնդիրը, ինչպես նշեցի, գլխավոր խնդիրը կարգավիճակի խնդիրն է, քաղաքացի թե փախստական, եւ փախստական այս պարագայում իրենք ընտրեցին առանց որևէ համապատասխան լուծումներ տալու, ուղղակի սովորական գործիքակազմով, մեխանիզմով, իրավական շրջանակով մեզ ճանաչեցին փախստական եւ հետո սկսեցին հետևանքների հաղթահարման ուղղությամբ ինչ որ քայլեր կատարել, արցախցիներին համոզել, որ դիմեն քաղաքացիության եւ այլն եւ այլն։ Իրականում բազմաթիվ խնդիրներ սրանից են բխում։ Երկրորդ խնդիրների շարքը, այսպես ասեմ, հումանիտար բնույթի հարցերն են, զբաղվածություն, բնակարանային հարցեր, սոցիալական առնչվող հարցեր, կրթության վարձ, առողջապահական ծրագրերի մատչելիություն եւ այլն։ Եվ այս մասով ինչ որ լուծումներ տրվել են եւ որոշ լուծումներ արդյունավետ էին, որոշները առ այսօր արդյունավետ չեն։ Տվյալ դեպքում բնակարանային ծրագիրը մի քանի փուլ բարելավումներից հետո ինչ որ քիչ թե շատ կիսատ պռատ լուծումներ հիմա առաջարկում է, բայց նույնիսկ հիմա այդ ծրագիրը դեռևս բավարար արդյունավետ չէ։ Զբաղվածության մասով արցախցիները առ այսօր գործազրկության բարձր տոկոս ունեն, կդժվարանամ թիվ ասել, բայց տարբեր էքսպերտային հաշվարկներով աշխատունակ տարիքի արցախցիների մոտ 2/3-ը գործազուրկ է։